Սկզբում հայտարարեցիք, որ մասնակցելու եք խորհրդարանական ընտրություններին, հետո նշեցիք, որ չեք մասնակցելու։ Ինչ պատահեց, ինչու այսպիսի շրջադարձ։ Այո, իսկապես մոտավորապես 2 տարի առաջ արդեն հայտարարեցինք, որ անպայման մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին, եւ այդպես էլ կլիներ, եթե Ծառուկյանի վստահված անձանց կողմից չլիներ առաջարկ, որ մեկ միասնական պլատֆորմ է ստեղծվում վերկուսակցական, որին ամիս ու կես չհամաձայնվելուց հետո, այսպես նաև անձամբ Ծառուկյանի հետ զրուցելուց հետո եկանք այն եզրակացության, որ միգուցե նաև հնարավոր է փորձել, միգուցե ինչ-որ բան փոխվել է այս տարիների ընթացքում, հա, բայց բացառապես իրենց կողմից քաղաքական բոլոր պայմանավորվածությունների խախտման փաստը հաշվի առնելով, մենք ընդամենը 2 օր առաջ դուրս եկանք այդ ֆորմատից, հասկանալով, որ դա մեր տեղը չէ եւ հասկանալով, որ այն արժեքների, որ մենք դավանում ենք իսկապես եւ այն արժեքները, որի մասին իրենք նույնպես խոսում էին, ընդհանրական առումով մեկը մյուսի հետ որևիցե կապ չունի, ուստի դուրս եկանք եւ զուտ տեխնիկական առումով 48 ժամվա մեջ հնարավոր չէր շուրջ 100 ռեյտինգային տեխնացուի, հա, փաստաթղթեր հավաքել, որովհետև մենք այդ դաշինքում 8 ռեյտինգային տեխնացուով ենք ներկայացված լինելու եւ եղավ այն ինչ որ եղավ, բայց կարծում եմ, որ սա քաղաքական առումով եւս մեկ անգամ վերահաստատեց այն համոզմունքը, որ ունեինք մինչեւ այդ մեկ եւ երկրորդը, որ 2017 թվականը չի ավարտվում միայն խորհրդարանական ընտրություններով, կա դեռ Երևան քաղաքի ընտրություն, որտեղ Հնչակյան կուսակցությունը պետք է փորձի մասնակցել իր ամբողջ կազմակերպական ներուժով։ Հստակեցնենք, Նարեկ, ՍԴՀԿ-ն այսինքն չէր դիմել Ծառուկյան դաշինքին, ճիշտ հակառակն էր տեղի ունեցել, Ծառուկյան դաշինքներ։ Դաշինք չկար, վստահված անձինք։ Բաղաված Հայաստան կուսակցությունը չէ, մարդիկ, որոնք որ կազմավորվում էին Ծառուկյանի քաղաքական վերադարձի կամուրջներով։ Ահա։ Դիմել էին ձեզ, երկուստեք եղել էր պայմանավորվածություն, հետո միակողմանի իրենց կողմից խախտվել էր այն։ Մենք բանակցում էինք մի քանի այլ քաղաքական ուժեր, երբեք չէինք էլ մտնելիս ծայրով էլ չեն ասում, որ կարելի է համագործակցել Գագիկ Ծառուկյանի հետ։ Եկան իրենց կողմից վստահված անձինք, ովքեր ասացին, որ այլ ֆորմատ է, այլ մոտեցումներ են, վերաիմաստավորում է եւ այլն, որ մտնում են կուսակցություններ, որոնք որ ընկալելի են հանրային առումով, որ միայն ԲՀԿ-ն չէ իր օդիոս կերպարներով եւ այլն։ Մի խոսքով ամիս ու կես բանակցությունից հետո համաձայնվեցինք, հետո միակողմանիորեն եղավ քաղաքական խախտում, որտեղ մենք համաձայնվել էինք դաշինք կնքելու, այլ ոչ թե ներկայացված լինելու որևիցե մեկի ցանկում։ Մի խոսքով եղավ այն ինչ որ եղավ քաղաքական պայմանավորվածությունների բացարձակ տոտալ 100%-անոց խախտում, որի հետևանքով Հնչակյան կուսակցության համար մանդատ ստանալն ինքնաբան նպատակ չէր, մեզ համար շատ կարևոր էր, որպեսզի մենք լինենք այն թիմի հետ, որի հետ կարող են երկար ճանապարհ անցնել, որտեղ կա առողջ մթնոլորտ, որտեղ կան քաղաքական պոլեմիկա, որտեղ չկա անձի պաշտամունք եւ այլն եւ այլն։ Կա սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն եւ վերակազմյալ, եթե չեմ սխալվում, սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն։ Եթե կուսակցությունները առանձին գործում են, ինչու չեն միավորվում եւ մարդկանց մոտ մեկ որովհետեւ ձեր նշած սուբյեկտը որևիցե կապ չունի Հնչակյան կուսակցության հետ։ Տեսեք, Հնչակյան կուսակցության մեջ որևիցե խնդիր գոյություն չունի։ Հնչակյան կուսակցությունը ամբողջական է, միասնական է իր ամբողջ կազմակերպական կառույցներով, որոնք տարածված են աշխարհով մեկ, նաև այդ թվում նաև Հայաստանում։ Չկա որևիցե խնդիր, մենք մեկ միասնական կառավարման ուժեղ մեծ երիտասարդական շարք ունեցող կազմակերպություն ենք ամբողջ աշխարհով, մեկ սկաուտական շարժումով, հայմամնամարզական միությամբ, նոր սերունդ մշակութային կազմակերպություններ, որ աշխարհով մեկ են գործում։ Նոր սերունդ մշակութային միությամբ, հայ կրթական բարեսիրական միությամբ, այսինքն լոբիստական կազմակերպություններով, հա, հիմա այս ամբողջ հսկայական կառույցով Հնչակյան կուսակցությունը, չգիտեմ, աշխատանքներ է տանում սկսած ցեղասպանության ճանաչման եւ հատուցման խնդիրներից վերջացրած Արցախի ճանաչման խոսքը արտասահմանի մասին է խոսում։ Հայաստանում մենք բաց եւ հրապարակային քաղաքականությամբ ենք զբաղված եւ կարծում եմ դրա մասին բոլորը տեղյակ են եւ բոլորն տեսնում են մեր ուղղությունները եւ պրիորիտետները եւ թե մենք հատկապես որ ուղղությամբ ենք շարունակում։ Հիմա այս ամբողջ պատմության մեջ, հա, հսկայական այս ամբողջ մեքենայի մեջ, որ կա ամբողջ աշխարհով մեկ, ժամանակին դուրս է վտարվել մի անձնավորություն, ով որ օգտվելով պետական, չասեմ հովանավորչությունից կամ հովանավորչությունից, օգտվելով այն հանգամանքից, որ ինքը թերևս մտերիմ հարաբերություններ ունի կամ ուներ նախկին բարձրաստիճան պաշտոնյանից մեկի հետ, ով այսօր
խոսքը մասնավորապես Հովիկ Աբրահամյանի մասին է ենթադրում եմ, հա, օգտվելով այդ հովանավորությունից ստեղծեց ձեր ասած կազմակերպությունը, այսինքն հիմա ու անընդհատ արհեստական ինչ-որ բան կա, որ այս կուսակցություն գոյություն չունի։ ՎՍԴՀԿ-ն ձեզ չի խանգարում գործել ՍԴՀԿ անվամբ եւ ծավալել քաղաքական Շնորհակալ 1887 թվականից սոցիալ-դեմոկրատ նշանային կուսակցությունը գործում է։ Ձեր նստած քաղաքական կազմակերպությունը գոյություն չունի որպես կուսակցություն եւ կազմակերպություն։ Թղթի վրա միգուցե կարող է, բայց դրա քաղաքական չափանիշները, քաղաքական դրսևորումները, կուսակցական շարքայինները մեզ հետ ինչ կապ ունեն։ Ոնց որ դուրս գա մեկը ասենք չստեղծի։ Մայիսի ավականու ընտրություններին մասնակցելու եք։ Այո, փորձելու ենք անպայման։ Որն է ձեր հիմնական գլխավոր թիրախը, ինչ նպատակ ունեք, կուսակցությունը ձգտում է ունենալ իր քաղաքապետը, համեցեք։ Երևան քաղաքի ընտրությունները երկրորդ իր խոշորությամբ, մեծությամբ, հա, քանի որ հիմա այլևս նախագահական ընտրություններ համապետական առումով չեն լինելու, դառնում է երկրորդ խոշոր ընտրական միջոցառումը, որը չի կարող զուտ փոքր համայնքային միջոցառման ընտրական գործընթացի տեղ զբաղեցնել։ Այսինքն Երևան քաղաքի ավականու ընտրությունները դա քաղաքական միջոցառում է, որտեղ պետք է հնչեն քաղաքական թեզեր, եւ հնչակյան կուսակցությունը առաջնորդվելու է Երևան քաղաքի ընտրություններում հենց քաղաքական ընտրական գործընթացներ կազմակերպելու ցանկությամբ։ Հիմա ինչի մասին ենք խոսելու կամ ինչի մասին ենք նոր չէ որ պիտի խոսենք եւ նոր չէ որ պիտի ասենք թե ինչ ենք ուզում։ Պարզ է որ կուսակցությունը իր գործունեության ամբողջ ընթացքում առաջնորդվել է սոցիալական արդարության, սոցիալական հավասարության, հավասար մեկնարկային հնարավորությունների այսպես թեզերով եւ կարծում եմ որ Երևան քաղաքի ընտրություններում մենք նույնպես ներկայանալու ենք մեր տեսքով իբրև 130-ամյա քաղաքական կազմակերպություն։ Ասացեք, խնդրում եմ այն հիմնական խնդիրները, որոնք այսօր մեզ խեղդում են Հայաստանում։ Ուրեմն աշխատանքի բացակայություն, հա, աշխատատեղերի բացակայություն, այսինքն սա ամենաառաջինը իմ կարծիքով, երկրորդը սոցիալական անարդար վիճակ, երրորդը աղաղակող անարդարություններ բազմաթիվ հասարակական հարաբերությունների բազմաթիվ ոլորտներում եւ այլն, այսինքն կարծում եմ, որ մեր երկրում այնպիսի աղաղակող անարդարություններ կան, որոնց եթե ասենք առաջինը որն է, վերջինը որն է, կարծում եմ տեղ չենք հասնի։ Հիմնական խնդիրը հետեւյալն է, ինչ պետք է լինի, հա, պետք է լինի ամուր, պաշտպանված Հայաստանի Հանրապետություն իր արժանապատիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիով։ Քաղաքացի, ով ընտրական գործընթացի ժամանակ չի սպասում 5000 դրամ կամ 10000 դրամ կաշառք վերցնելու։ Քաղաքացի, ում հնան չգիտեմ, տարեկան $10,000 գերազանցում է, քաղաքացի, ով կարողանում է իր ընտանիքին վերցնել եւ գնալ ամեն տարի հանգստանալու Հայաստանում կամ Հայաստանից դուրս, քաղաքացի, որ դատական քաշքշուկների ժամանակ չի զգում կոռուպցիոն մեխանիզմներ, քաղաքացի, որ ոստիկանի հետ շփվելու չի զգում կոռուպցիոն մեխանիզմներ, քաղաքացի, ով իր քվեն վերջի վերջո կարողանում է ազատ, արդար եւ վստահությամբ տալ այն քաղաքական ուժին, ում որ ինքը ցանկանում է առանց որևիցե վախի, թե դրա ընթացքում կլինեն հետևանքներ։ Այդ ամենին դուք հասնելու եք սկիզբը Երևանի։ Կարծում եմ բոլորը են ցանկանում, բոլոր առողջ քաղաքական ուժերը ցանկանում են հասնել եւ դուք չհարցրեցիք ինձ թե Երևանի ընտրությունների հետ կապված թե ընդհանրապես սա այն տեսլականն է, այն ցանկությունն է, որ յուրաքանչյուր արժանապատիվ հայ եւ իմաստնավորի Հայաստանի Հանրապետության քաղաքացի ցանկանում է ունենալ։ Հիմա գործիքակազմը Երևանի ընտրությունները իհարկե դա մեկ օրում չի լինելու, իհարկե մեկ ընտրություններում չի լինելու եւ առնվազն աբսուրդ է խոսել, որ Երևան քաղաքի ընտրություններով հնարավոր է հասնել իմ ասած առաջնահերթություններին։ Ավականու ընտրություններում Մենք դեռ մի մոռացեք, այն չենք մասնակցում, բայց այնուհետև դեռ կան խորհրդարանական ընտրություններ եւ խորհրդարանական ընտրությունները իրենք նույնպես լինելու են որոշակի չափանիշներ, թե մենք տեսնելու ենք թե ինչպիսի ապակաղակական ընտրություններ այս անգամ լինելու խորհրդարանական ընտրությունները։ Այսինքն դրանից հետո հետեւություն կանեք մասնակցել թե ոչ։ Բացարձակապես խաղի կանոնները մենք չենք թելադրում, ուստի չմասնակցելը միշտ էլ հեշտ է եւ կողքից ասել է այ մենք չենք մասնակցում որովհետեւ այսպես է չկա նման բան քաղաքականության մեջ նման բան գոյություն չունի պետք է միշտ օգտագործել առիթը մասնակցելու եւ սեփական գաղափարների համար Հայաստանի Հանրապետության քաղաքը իրականացնելու համար գաղափարների ծրագրերը Հայաստանի Հանրապետության քաղաքացուց մանդատ խնդրելու սա անքննարկելի բան է Արցախյան հարցը ինչ լուծում ունի ըստ ձեզ հստակ է շատ որ Արցախը երբեք չի կարող լինել
Ադրբեջանի կազմում։ Հստակ է շատ, որ այոնով ձեռքբերված հողը չի կարող որևիցե կերպ զիջվել թշնամուն, հա, եւ շատ հստակ է, որ այս Ադրբեջանը, որ եթե մենք գործ ունենք, այս Ադրբեջանը, որը առաջնորդվում է հակահայ հայատյաց քաղաքականությամբ եւ մեծացնում է այնպիսի սերունդ, որտեղ հայը համարվում է արդեն իսկ վիրավորանք, սպառնալիք, հա, եւ չգիտեմ, ատելիության աստիճան հասնող ինչ որ երևույթ, հա, ինչպես իրենք են դաս իրակում իրենց քաղաքացիներին, կարծում եմ, որ այս Ադրբեջանի հետ հույսեր կապել, հույսեր ունենալ, թե հնարավոր է խաղաղ բանակցային գործընթացի արդյունքում քաղաքակիրթ բաժանում, այնպես ինչպես օրինակ, չգիտեմ, Չեխիան կամ Չեխոսլովակիան բաժանվեց եւ դարձավ առանձին Չեխիա կամ Սլովակիա, սին հույսեր են, երբեք դա չի լինելու։ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության միակ գարանտը մեր բանակն է։ Սա ապացուցվեց ապրիլյան պատերազմի ժամանակ։ Որևիցե մեծ եւ փոքր եղբայրներ, որևիցե միջազգային դիտորդական կազմակերպություններ եւ այլն, սրանք որևիցե կերպով մեզ չեն կարող, չեն հնարավորություն չեն ստեղծի, որպեսզի Արցախում ապրող մեր մանուկները խաղաղ ապագա ունենան։ Ինչ տեսք ունի ձեր պատկերացմամբ հայոց ցեղասպանության խնդրի վերջնական լուծումը։ Մենք առաջնորդվում ենք 3 հետևյալ բանաձևով, հա, ամենաառաջինը, ինչի ենք ամբողջ աշխարհում ենք աղաղակում, այդ թվում մեր լոբիստական կազմակերպությունները, հայ-եվրոպական խորհուրդը, հայ-ամերիկյան խորհուրդը։ Ամենաառաջին խնդիրը, որ կա, դա ճանաչման հասնելն է։ Հասել ենք արդյոք ճանաչման։ Գիտեք, ես հիմա անձնական կարծիք եմ ասում, երբ որ Վատիկանում Հռոմի Պապը ցեղասպանության զոհերի հիշատակի համար, հա, անում է մեծ պատարակ, երբ որ ամբողջ աշխարհի մեծամասնությունը, այսպես ասեմ, հզոր առաջնորդների մեծամասնությունը ցեղասպանության ապրիլ 24-ի տարիներին այս կամ այն կերպ հայտարարում է ցավակցական խոսքեր հայ ժողովրդի նկատմամբ, ես կարծում եմ, որ մենք ճանաչման գործընթացը որպես այդպեսին վերջացրել ենք, որովհետև ակնհայտ բանը մի տեսակ կասկածի տակ դնել ընկալելի չի, իսկապես եմ ասում։ Կա ճանաչելիությունից զատ ամենակարևոր խնդիրը, դատապարտման խնդիր եւ հատուցման խնդիր, հա, եւ դա Թուրքիայի կողմից։ Իսկն Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը, պետք է ընդունի եւ առերեսվի սեփական պատմության հետ, որպեսզի դառնա ընկալելի քաղաքական պարտներ աշխարհի համար։ Որովհետև այսօր իր բոլոր քաղաքական բանակցությունների ժամանակ Եվրամիության մոտ գործելու եւ այլն, ամեն անգամ հայոց ցեղասպանության խնդիրը իր դամոլկյան սրի պես կախվում է Անկարայի գլխին։ 1. Երկրորդը, Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիան, եթե պետք է ունենան նորմալ հարաբերություններ, պետք է ունենան հարաբերություններ, որոնք ընկալելի են, ապա բնական է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է կանխատեսելի ընկալելի Թուրքիա ունենա։ Թուրքիա, որը պատրաստ է ճանաչել սեփական պատմությունը։ Հիմա ճանաչելուց զատ Թուրքիան այնուամենայնիվ պարտավոր է փոխհատուցել ցեղասպանության միլիոնավոր զոհերի, միլիոնավոր գաղթականների համար։ Եվ հնչակյան կուսակցության համար, այո, ես չեմ թաքցնում, որ հատուցման հիմնական մեխանիզմը դա հողային հատուցումն է։ Ինչ է ձեզ համար հայ լինելը։ Ես հայ եմ ծնվել, հա, դա իմ որոշումը չի եղել, կարծում եմ, եւ ոչ մեկիս որոշումը չի եղել, եւ ես հպարտ եմ, որ ես հայ եմ ծնվել։ Ես հպարտ եմ, որ պատկանում եմ այս ազգին, այս ազգի զավակներից մեկն եմ, եւ այն լեզվամտածողությունը, այն մշակույթը, այն հավատը, որին պատկանում է մեր ժողովուրդը, միայն եւ միայն պաշտպանելու եւ հպարտանալու տեղիք է տալիս։ Ինչ կփոխեիք Հայաստանում այսօր։ Ամեն ինչ գալիս է մթնոլորտից, ամեն ինչ գալիս է խաղի կանոններից, այն նույն ամենակաշառակերտ դատավորը, հա, եթե ասենք, չգիտեմ, խաղի կանոնների փոփոխության պարագայում այլևս կաշառք չի կարող վերցնել։ Մթնոլորտը կփոխի ամենաառաջինը, անպատժելիության մթնոլորտը կփոխեի, մեր մոտ երջանկության բջիջները մահանում են, մենք պետք է այդ բջիջները վերականգնենք այնպեսի, ինչի համար, որպեսզի երջանիկ հասարակարգ ունենանք, այսինքն ունենանք մարդիկ, ովքեր որ ամեն հիմար ընտրության ժամանակ, հա, իրենց անձնական կյանքի կենցաղայնությունը չեն կապում այդ ընտրության հետ։ Ոնց որ աշխարհի մնացած բարեկեցիկ երկրներում է։ Հիմա մեր մոտ, չգիտեմ, գյուղապետի ընտրությունն անգամ վերածվում է պատերազմի եւ վերածվում է սեփական կենցաղը բարելավելու ինչ որ մի հույսի, որովհետեւ չափից ավելի քաղաքականացված ենք։ Երևի թե ամենալավ երկրները երջանկության առումով, հա, կամ
լավ ապրելու առումով երկրներ են, որտեղ քաղաքականացվածությունը 0 է, որտեղ 16 տարեկան երեխան թքած ունի թե իրենց երկրի վարչապետը, որտեղ ինքը գիտի, որ 18 տարեկանում ընդունվելու է համալսարան, 22-ում կամ 25-ում ավարտելու է, թե ուզելու է, չգիտեմ, դոկտորանտուրա է պաշտպանելու, չի ուզելու, աշխատելու է, ինչ որ կյանքի ընթացիկ հա ծրագիրը այս կամ այն ձև ունի։ Մեր պարագայում գերքաղաքականացվածությունը բերում հանգեցնում է հենց այս լարվանը մթնոլորտին, որը կարելի է իսկապես հնարավորության դեպքում փոխել։ Որ հայաստանցի քաղաքական գործչին կուզենայիք մեզ մոտ որպես հյուր տեսնել։ Մենք շատ լավ երիտասարդ սերունդ ունենք, ոչ ամբիցիոզ սերունդ ունենք առողջ առումով, հա, ոչ թե օպորտունիստ, այլ ամբիցիոզ սերունդ ունենք եւ այդ սերունդից կարելի է շատ մարդկանց, ոչ անպայման չէ որ քաղաքական գործիչ մարդկանց, որոնք հասարակական ընկալման տեսանկյունից հետաքրքիր մարդիկ են եւ մարդիկ, որոնք որ ոչ ստանդարտ են մտածում, այդ ոչ ստանդարտ մարդկանցից շատ-շատերին կարելի է ընկալել ձեր մոտ։ Ինչի համար եք զղջում։ Երևի թե ոչ մի բանի համար չեմ զղջում։ Եվ վերջին հարցս, ինչից եք ամենից շատ վախենում։ Իմ Տեր Աստծուց։ Ուրիշ ոչինչից մեծ հաշվով, որովհետև լինելով հայ քրիստոնյա, գիտեմ, որ քրիստոնյան մահ չունի, գիտեմ, որ հոգին հավերժություն ունի, եւ միայն վախենում եմ իմ Տեր Աստծուց եւ այն մեղքերից, որոնք որ վերջի վերջում մեզ հարցնելու են, հա։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։